Բարև ձեզ, ձեզ հետ կրկին Live Tech-ն է։ 2016 թվականին կայացավ հերթական WWDC, որը նշանակում է Worldwide Developers Conference և ընդհանրապես կապ չունի բոքսի աշխարհի չեմպիոնների, գոտիների և վարկածների հետ։ Այդտեղ Apple-ը ներկայացրեց շատ սպասված iOS 10-ը, կամ ինչպես կասեն որոշ հայեր, թազա iOS-ը, ինչպես նաև WatchOS 3-ը և macOS Sierra-ն։ Այսօր մեր ակնարկում մենք կհասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում iOS 10-ը, ինչ փոփոխություններ և նորություններ են ավելացվել և ընդհանրապես արժե թարմացնել համակարգը թե ոչ։ Իդեպ նշեմ, որ մենք հատուկ երկու շաբաթ ուշացումով թողարկեցինք այս ակնարկը, քանի որ դուրս է եկել բետա 2-ը, իսկ բետա 1-ը ուներ որոշ բագեր, ինչի պատճառով այն ցույց էր տալիս վատ ֆունկցիոնալություն մեր հեռախոսների վրա։ Իսկ հիմա պարզենք, iOS 10-ը մեծ նովացիա է, թե 10 փոփոխություն։ Գնացինք։ Մի քանի անհաջող փորձից հետո մեր մոտ վերջապես ստացվեց ինստալ անել հոբելյանական iOS 10-ը։ Նշեմ, որ այժմ այն հասանելի է միայն բետա տարբերակով, իսկ լրիվ հասանելի կլինի սեպտեմբերին, երբ Apple-ը ներկայացնի նոր iPhone 7-ը։ Առաջին բանը, որ այստեղ նկատում ենք, ռեֆլեքսորեն այս շարժումը անելուց բացվում է ոչ թե հեռախոսի հիմնական մենյուն, այլ widget-ների էջը։ Ներքևում դուք կարող եք փոփոխություններ կատարել ձեր անձնական widget-ներում, ավելացնել, պակասեցնել կամ ուղղակի դասավորել դրանք ըստ ձեր հարմարության։ Հակառակ կողմ էկրանը թեքելուց մենք միանում ենք հեռախոսի տեսախցիկին, որը իմ կարծիքով կրկին բավականին հաջող փոփոխություն է։ Այսինքն ինչ է արել Apple-ը, նրանք հրաժարվել են ավանդական Slide to Unlock-ից, իսկ այժմ հեռախոսը արգելաբացվում է Home button-ին սեղմելու միջոցով։ Կա ևս մեկ հետաքրքիր ֆունկցիա, որը հասանելի է iOS 10-ի հետ։ iPhone-ը ակտիվանում է, երբ դուք նրան վերցնում եք, սակայն ցավոք սրտի այս ամենը հասանելի է այն դեպքում, եթե դուք ունեք iPhone 6s կամ 6s Plus, քանի որ մեր սիրելի Apple-ը իր ավանդական մարքեթինգային ոճին հետևելով սահմանափակել է նորություններից օգտվելու հնարավորությունը։ iOS 10-ը նաև հնարավորություն է տալիս ջնջել մի քանի սիստեմային ծրագրեր, ինչը բավականին հարմար է այն մարդկանց համար, ովքեր օգտագործում են օրինակ iPhone, որը ունի 16 GB հիշողություն։ Հենց այսպես կարելի է ուղղակիորեն ազատել տեղ հեռախոսի մեջ, լցնել այդ տեղը ավելի հետաքրքիր կոնտենտով, ինչը դարձնում է հեռախոսի օգտագործումը ավելի հարմարավետ։ iOS 10-ում կատարվել է փոփոխություն էփերի բացման անիմացիաների հետ։ Այժմ դրանք դարձել են ավելի արագ, ավելի սահուն եւ ավելի գեղեցիկ։ Մեկ այլ փոփոխություն մենք տեսնում ենք 3D Touch-ում։ Այժմ չկա հին ավանդական կոնտեքստային մենյուն։ Այժմ դրա զարգացած եւ ավելի գեղեցիկ տարբերակն է։ Եվ մեկ այլ կարևոր բան կապված այս ամենի հետ, որ Apple-ը բացել է 3D Touch-ի API-ները բոլորի համար, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք տեսնել, որ շատ հայտնի app-եր արդեն կունենան իրենց ուրույն եւ անձնական 3D Touch-ի օրինակները։ iOS 10-ի հետ հասանելի է նաեւ նոր սիստեմային ծրագիր HomeKit-ը։ HomeKit-ը թույլ է տալիս կառավարել ձեր տան տարբեր սարքավորումներ, աքսեսուարներ, որոնք միացված են այս ցանցին։ Օրինակի համար HomeKit-ի միջոցով դուք կարող եք ձեր տան վարակույրները փակել, բացել, միացնել օդափոխման համակարգը եւ կատարել նմանատիպ տարբեր քայլեր։ Ցավոք սրտի HomeKit-ը բավականին թարմ եւ նոր ծրագիր է եւ ԱՊՀ երկրներում այն այդքան էլ տարածված չէ, սակայն հույս ունենք, որ որոշ ժամանակ հետո այն կգտնի լայն կիրառում նաեւ մեր տարածաշրջանում։ Մեկ այլ նորություն կապված iOS 10-ի հետ։ Apple-ի մասնագետները փոխել են Control Panel-ը, այն դարձրել ավելի պրակտիկ եւ գեղեցիկ։ Այստեղ ինչպես տեսնում եք աջ կողմում երաժշտության բաժինն է, այն հիմա լրիվ առանձին է եւ այստեղ ավելի հարմար տարբերակով դուք կարող եք փոխել ձեր երգերը, ձայնը բարձրացնել եւ իջացնել։ Իսկ ինչ վերաբերվում է հիմնական մասին, սպասողների հույսերը այստեղ չարդարացան, քանի որ Apple-ը չկատարեց ոչ մի փոփոխություն կապված Control Panel-ի վերևի հատվածի հետ։ Ինչպես տեսնում եք, այստեղ կոճակների հաջորդականությունը գրեթե նույնն է եւ օգտագործողը չի կարող դրանք փոփոխել ըստ իր ցանկության։ Կա մի փոփոխություն կապված գույների հետ։ Այժմ այս կոճակները տարբեր գույներ ունեն, ինչը կարելի ասել մի փոքր զվարճալի է։ iOS 10-ի մյուս նորույթը ժամի ծրագրում կատարված փոփոխությունն է։ Այստեղ ավելացել է բավականին հետաքրքիր ֆունկցիա։ Օրինակ, եթե դուք ուզում եք քնել 8 ժամ 10 րոպե կամ, չգիտեմ, ուղղակի 5 ժամ, 3 ժամ, դուք ուղղակի նշում եք այդ ժամանակահատվածը հեռախոսում։ Հեռախոսը անում է հնարավոր ամեն բան, որպեսզի դուք այդ ժամանակահատվածում քնեք եւ պահպանեք ձեր առողջ ռիթմը։ Ուղղակի ժամանակ առ ժամանակ այն ձեզ ուղարկելու է հիշեցումներ եւ ասելու է, որ ձեր քնելու ժամանակն է։
Մյուս դրական փոփոխությունը կատարվել է հեռախոսի բաժնում։ Եթե նախկին iOS-ներում համար գրելիս կատարվում էր որևէ սխալմունք, մի թիվ ավել կամ պակաս էին գրում, մենք ստիպված ենք լինում ջնջել ողջ հեռախոսահամարը։ Սակայն այժմ Apple-ի ավանդական խոշորացույցի միջոցով մենք կարող ենք կատարել ուղումներ եւ արագացնել հեռախոսազանգ կատարելու process-ը։ Մեկ այլ հաճելի փոփոխություն կապված հեռախոսի հետ։ Ինձ թվում է բոլորդ էլ ունեցել եք փորձ, երբ ինչ-որ արտասահմանյան տարօրինակ համարով փող աշխատելու նպատակով ձեզ եկել են զանգեր։ iOS 10-ը ավտոմատ կերպով ֆիլտրում է այդ անծանոթ համարները եւ դրանց կողմից արված զանգերը ձեզ ուղղակի չեն հասնում, ինչը նշանակում է, որ նմանատիպ կերպով ձեզ այլևս չեն անհանգստացնի։ Դե ինչ LifeTech-ը ներկայացրեց iOS 10-ի 10 ամենաակնառու փոփոխությունները, սակայն դրանք իրականում 500-ից ավել են եւ բնականաբար մենք չենք կարող անդրադառնալ բոլորին։ Եթե ձեր կարծիքով մենք բաց ենք թողել ինչ-որ կարևոր բան, ուղղակի նշեք դա մեկնաբանություններում։ Նորություններին կարող եք հետևել մեր Facebook-յան էջի միջոցով, դիտեք մեր վիդեոները, լայքեք դրանք, շնորհակալություն, կտեսնվենք։